Ովքեր ծնվել են հորոսկոպով ձուկ եւ ուրեմն խոյ համաստեղությամբ, ինձ հարցեր են գրել, ուղղել, որպեսզի ես պատասխանեմ։ Ես հիմա կպատասխանեմ ձեր հարցերին։ Հարցը այսպեսին է. Սատուրն եւ Նեպտուն մոլորակը, աստղաբաններն ասում են, որ այսպես է լինելու, այնպես է լինելու, ոչ։ Աստղաբանները շատ բան են ասում, այստեղ պետք է հասկանալ, թե եթե դուք վատն եք մտածում, դժվարությունները ձեզ բերելու եւ այլը, դա կոդավորել է նշանակում, պետք չէ վատը մտածել, որովհետեւ ասպեկտացիաներ կան ձեր աստղաբանության նատալ քարտեզում եւ հորոսկոպի, այստեղ պետք է նայել դիրքերը։ Դուք կարող եք ունենալ շատ լավ, օրինակ, տրիգոն, կարող եք ասպեկտացիա, դուք կարող եք ունենալ շատ լավ սեքստիլ եւ կարող է ձեր Յուպիտերը լինել ձեր այն տներից մեկում, որը ձեզ կարող է հետագայում հաջողություն բերել, այլ ոչ թե անհաջողություններ։ Ամեն մի տուփոիդ է բնական է լսել, վախենալ, ովքեր ձեզ կոդավորում են, դրա համար պետք է ուղեղ ունենալ, հասկանալ, որ դա կախված է ձեր նատալ քարտից, հա, թե ինչպիսի ասպեկտացիաներ ունեն այլ տներում հորոսկոպի, այլ մոլորակները։ Դա չի նշանակում, որ ձկներ ձեր համար եւ խոյերի համար այս մասնագետն է ասում այն, որ դրանք իսկականից ձեր կյանքում լինելու են։ Իհարկե ոչ, այսպեսի մի գեղեցիկ խոսք կա, հորոսկոպը աստղերը հուշում են, բայց ձեզ չեն պարտադրում, սրան ուշադրություն դարձրեք։ Իսկ խոյերի համար մի հետաքրքիր բան կասեի, եթե դուք ունեք շատ լավ ասպեկտացիաներ, տրիգոն, սեքստիլ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս այդ տարիների ընթացքում հոգևորը շատ զարգացնել ձեր մեջ, ձեր ստվերոտ կողմը ճանաչել եւ եթե ինչ-որ մարդիկ փորձում են խոչընդոտ հանդիսանալ ձեր ճանապարհին, այստեղ մեկ-մեկ կարելի է ասել ձեր երկրորդ երջանկությունն է նաեւ, որպեսզի դուք եթե ինչ-որտեղ պետք է նագլի ձևով առաջ գնաք, դա կլինի ձեր երկրորդ երջանկությունը։ Այո, խոյերին մեկ-մեկ պետք է նագլի լինել, չեմ ասում են կռվարար, ագրեսիվ խոյերին։ Սա խոսքային խոյերի մասին է, ովքեր որ ուրեմն մեր շունիկն է, ովքեր որ հոգևորը զարգացած է իր մեջ, բայց ոչ թե անունն է հոգևոր սրբի քողի տակ ինչ որ գործողություններ, դա իհարկե Սատուրնը ձեզ կարող է պատժել եւ դուք կարող եք կարմա աշխատել, նույնը վերաբերվում է ձկներին, ինքնախապեյությամբ մի զբաղվեք, ռեալ ամեն ինչը սթափ անալիզ արեք, ձեր ինտուիցիան զարգացրեք նաեւ ձեր հոգևոր արժեքները, հա, եւ ես խորհուրդ կտայի ձկներին, ինչ խոսում եք, նույնն էլ խոյերին, անալիզ արեք, որովհետեւ սրանք շատ կարեւոր կլինեն հետագայում։ Իսկ ինչ վերաբերվում է նաեւ ձեզ սիրելի ձկներ, այո, ձեր ասպեկտացիաներից է կախված նաեւ թե ինչ ասպեկտացիան ունեք դուք ձեր նատալ քարտեզում, հա, կարող է շատ լավ տրիգոններ ունենաք եւ սեքստիլներ, դրանք ձեզ շատ հեշտ կօգնեն հաղթահարել եւ հասնել բարձունքների։ Այնքան էլ վատ չի Սատուրնը եւ Նեպտունը, ինչպես ձեզ ներկայացնում են։ Վայելեք այս